Բարև Տիկին Թանդիլյան, հարցս հետևյալն է։ Այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 80%-ը մտահոգ են այս հարցի շուրջ։ Դա մեր բանկերի բարձր տոկոսադրույքների հետ կապված են, հիպոթեկային վարկեր, պետությունը ինչպես կարող է աջակցել։ Պետությունից ինչ կարող ենք ակնկալել, ինչ օգնություն կարող ենք ակնկալել։ Ինչպես կարող են օգնել երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հետ կապված։ Շնորհակալ եմ շատ հարցս լսելու համար։ Բնակարանների գները մեր երկրում ցավոք սրտի անտրամաբանական բարձր են եւ սրանով է պայմանավորված, որ դառնում են ոչ մատչելի, անհասանելի շատերի համար։ Հետևաբար սրա լուծումը հետևյալն է. պետությունը պիտի ունենա երկխոսություն կառուցապատողների հետ, առաջարկի կամ արտոնություններ կամ համասուբսիդավորի ծախսերը այնպես, որ իրենց պայմանավորվածության հետևանքով 1 քառակուսի մետրի արժեքը լինի $500-600 սահմաններում, ինչը հնարավորություն կտա միջին եկամուտ ունեցող ընտանիքին ձեռք բերել մոտավորապես 100-120 քառակուսի մետր մակերեսով բնակարան։ Ինչ վերաբերվում է երիտասարդ ընտանիքներին, շատ կարևոր խնդիր է եւ սա ոչ միայն ժողովրդագրական խնդրի տեսանկյունից պետք է դիտարկել, այլ նաև ռազմավարական, որովհետև անհրաժեշտ է, որ երիտասարդ ընտանիքները մշտական բնակության համար մնան ապրեն իրենց հայրենիքներում, ունենալով սեփականություն։ Սա շատ կարևոր կապող օղակ է։ Երիտասարդ ընտանիքների այն ծրագիրը, որը գործում է կա այսօր Հայաստանում, չի գործում այնպես, ինչպես պիտի լինի, որպեսզի ապահովի երիտասարդ ընտանիքների մեծամասնության սեփականության հնարավորությունը։ Այսօր 1-5% երիտասարդ ընտանիքներն են միայն, որոնք կարողանում են օգտվել այդ ծրագրից։ Իդեպ ծրագիրը գործում է 2010 թվականից։ Եվ սա չգիտես ինչու չի հանդիսացել ահազանգ այն բանի, որ ծրագիրը անարդյունավետ է։ Անհրաժեշտ է վերանայել երիտասարդների ծրագրերի սահմանափակումները։ Առաջին հերթին պետք է նվազեցնել կանխավճարները, որոնք հնարավորություն չեն տալիս երիտասարդներին օգտվել ծրագրից, ինչպես նաև պետք է բարձրացնել եկամուտների հանրագումարի շեմը։ Նաև պետք է ընդլայնվի այդ ծրագրի բյուջեն։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է դիտարկել բնակարանների գնի նվազեցման այն մոդելը, որ առաջարկեցի, որ արդեն հնարավոր կդարձնի երիտասարդներին բնակարաններ ձեռք բերել։ Հետևաբար լուծում կա, այո կա, ինչու չի լուծվում, չի լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները բարեփոխում ասելով հասկանում են սեփական պարգևավճարների չափի մեծության փոփոխությունը։